Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը լուրջ լարվածություն է առաջացրել Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Երուսաղեմյան մամուլը գրում է, որ Բաքուն ի պատասխան կարող է կոշտ քայլեր ձեռնարկել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, տպավորություն կա, որ Բաքվի արձագանքը շատ ավելի բացասական էր, քան Անկարայինը։ Այդպես էլ կա, թուրք-իսրայելական հարաբերություններում արդյունքում քիչ բան կարող էր փոխվել այն պարզ պատճառով, որ այդ հարաբերությունները պարզապես գոյություն չունեն, բոլորովին այլ իրավիճակ է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, այդ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն եւ հիմա իրական սպառնալիք կա, որ այդ ռազմավարական հարաբերությունները, եթե ոչ կտապալվեն, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան։ Մասնավորապես Ynet իսրայելական հեղինակավոր պարբերականը գրում է, որ սպասվող խորը ճգնաժամը կարող է լինել շատ ավելի լուրջ, քան կարող է թվալ առաջին հերթին։ Պարբերականը գրում է, որ Բաքվում բոլոր հիմքերը ունեին կարծելու, որ Իսրայելի ղեկավարությունը հարգանք ցուցաբերի իրենց հանդեպ այս հարցում եւ հաշվի կառնի իրենց մոտեցումները։ Բայց չնայած դրան, Բենյամին Նետանյահուն ըստ էության արհամարեց Բաքվի տեսակետը եւ որևէ կոռեկտություն չցուցաբերեց Ադրբեջանի համար այդպիսի այսպես զգայուն թեմայի նկատմամբ, ինչպիսին է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Եվ պարբերականը այդ ամենը ամփոփելով գրում է, որ Բաքվում համարում են, որ Իսրայելը ճանաչելով հայոց ցեղասպանությունը ըստ էության մեջբերում եմ հատում է կարմիր գծերը, որից հետո անխուսափելի է դառնում Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում լրջագույն լարվածությունը։ Մամուլ են թափանցել նաև տեղեկություններն այն մասին, թե ինչ մթնոլորտում է կայացվել ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը։ Պարզվում է Իսրայելի ղեկավարները ոչ միայն նպատակահարմար չեն համարել նախապես խորհրդակցել Ադրբեջանի հետ, լսել իրենց կարծիքները, այլ նաև նույնիսկ չեն էլ տեղեկացրել նախապես սպասվող որոշման մասին։ Արտգործնախարար Գիդեոն Սարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսով կապվել է միայն այն բանից հետո, երբ մամուլում արդեն տարածվել էին տեղեկություններն այն մասին, որ կառավարությունը այդ որոշումը կայացրել է եւ առաջարկում է Քնեսետը այն վավերացնի։ Մինչդեռ երբ նախորդ անգամ Քնեսետում սպասվում էր հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին այդ լսումները, արտգործնախարարը նախապես կապվել էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, լսել էր իր կարծիքները, իր տեսակետները եւ հաշվի առնելով այդ ամենը իշխող խմբակցությունը եւ կոալիցիան չէին սատարել այդ որոշմանը։ Բոլորովին այլ իրավիճակ է հիմա։ Ադրբեջանում այսպես ակնարկում են, որ նրանք նեղացած են մասնավորապես հաշվի առնելով այն, որ Քնեսետը երբեք չի ընդունել բանաձև, որով կճանաչեր Խոջալուի իրադարձությունները որպես ցեղասպանություն եւ ակնարկում են, որ հիմա այդ ամենից հետո կարող են պահանջ ներկայացնել, որպեսզի այսպես բալանսի պարիտետի տպավորություն ստեղծելու նպատակով Քնեսետը նաեւ եւս մի բանաձև ընդունի, որով արդեն Խոջալուի իրադարձություններին նույնպես գնահատական տա։ Չգիտեմ որքանով են հակված կլինեն իսրայելցի խորհրդարանականները ահա այդպիսի բալանսի, սակայն որևէ տեղեկություն այն մասին, որ այդպիսի բանաձևի նախագիծ կարող է օրակարգ բերվել, չկա։ Իսկ արդյոք Բաքուն ձեռնարկում է ինչ-որ քայլեր Քնեսետի կողմից կառավարության նախաձեռնության հավանությունը տապալելու նպատակով։ Դե Ադրբեջանը որոշ լծակներ ունի Երուսաղեմում ազդեցության, մասնավորապես լոբինգի իր մեխանիզմներն է գործարկում, մոբիլիզացնելով անհրաժեշտ ռեսուրսները, մասնավորապես մամուլի հետ են աշխատում։ Ակնհայտ այսպես պատվիրված մի քանի հոդվածներ են լույս տեսել իսրայելական լրատվամիջոցներում, քննադատում են թերթերը այդ կայացված որոշումը, ընդգծելով, որ այդ որոշումը կարող է հարված հասցնել Իսրայելի ռազմավարական շահերին Մերձավոր Արևելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Մասնավորապես Jerusalem Post թերթում հոդված է հրապարակել հայտնի ադրբեջանցի լոբիստ Ռոման Գուրևիչը, որը իդեպ Ադրբեջանում հրեական սոխնուտ գործակալությամբ
պատվո դեսպանն է։ Նա գրում է, որ Իսրայելի իշխանությունները կայացված որոշման արդյունքում շատ ավելի շատ բան կկորցնեն, քան ձեռք կբերեն։ Նա պնդում է, որ Ադրբեջանը միակ գործընկերն էր Իսրայելի ողջ տարածաշրջանում եւ հենց Ադրբեջանի օգնությամբ էր հաջողվում երբեմն կապ հաստատել Անկարայի ղեկավարության հետ, երբ Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները չափազանց լարված էին։ Ըստ էության նախագահ Ալիևն էր միջնորդը, ում հաջողվում էր այսպես սեղանի շուրջ նստացնել պատվիրակներին եւ ի վերջո ինչ որ լուծումներ գտնել։ Այժմ արդեն այդ կապի խողովակը տապալվում է եւ այն այլևս չի գործի եւ ակնարկում է հոդվածի հեղինակը, որ հնարավոր է արդյունքում Ադրբեջանը բարելավի իր հարաբերությունները Իրանի հետ, ինչը բացասական ազդեցություն կունենա Իսրայելի վրա։ Արդյոք երբեք Քնեսեթը քվեարկելու ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Մինչև շաբաթվա վերջ սպասվում է քննարկումը եւ քվեարկությունը, այսօր էր իրականում սպասվում, սակայն կրոնական խմբակցությունները այսպես արհեստականորեն ձգձգեցին նոր փոփոխություններ նախաձեռնելով քննարկվող օրենքների մեջ, բանն այն է, որ շատ շուտով սպասվում է խորհրդարանի լուծարումը, կառավարությունը ցանկանում է լուծարել Քնեսետը մինչև հուլիսի 17-ը, բայց կրոնական կազմակերպությունները, կուսակցությունները առաջարկում են երկարացնել ամառային նստաշրջանը, այդ նպատակով այսպես արհեստական մեխանիզմներ են օգտագործում դրան հասնելու համար, բայց մինչև Քնեսետի լուծարումը հարցը պարտադիր պետք է մտնի օրակարգ եւ քննարկվի։ Նախաձեռնողները երկու падգամավորներ են, մեկը իշխող Լիքուդ կուսակցության ներկայացուցիչ Դան Իլոզն է, իսկ մյուսը իշխող կոալիցիայի մեջ մտնող Տիկվա Հադաշա կուսակցության ներկայացուցիչ Ակրամ Հասոնն է։ Դա հենց այն կուսակցությունն է, որի նախագահը արտգործնախարար Գեդեոն Սարն է։ Եվ հենց Գեդեոն Սարն էլ որպես զեկուցող է ներկայանալու այդ քննարկումների ժամանակ։ Իշխող կոալիցիայում կոնսենսուս կա եւ որքան հասկանում եմ, եթե անգամ դեմ արտահայտվողներ կամ դրանք բացասական կարծիք ունեցողներ կան, հավանաբար նրանք չեն մասնակցի քվեարկությանը։ Եվ նաև տեղեկություններ կան այն մասին, որ ընդդիմության զգալի մի մասը նույնպես կողմ է այդ բանաձևի ընդունմանը։ Այսինքն չպետք է որ խնդիրներ առաջանան, միակ խնդիրը այն է, որպեսզի հասցնեն այս նստաշրջանի ընթացքում քվեարկեն այդ բանաձևը։ Շնորհակալություն, Արտем։